Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներին, ինչպես եք սիրելիներս, հուսով եմ լավ եք եւ ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Մենք նույնպես լավ ենք, մեզ հետ ամեն բան կարգին է։ Սիրելիներս, ստանում եմ բազմաթիվ լավ ու բարի անկեղծ մեկնաբանություններ։ Շփման միջոցով կարողանում ես գրելուց մարդու իմանաս, թե մարդը ինչ տեսակի է։ Լիքը լավ մեկնաբանություններ եմ ստանում, որի համար անչափ շնորհակալ եմ։ Ինչ խոսք հաճելի է։ Այդպես, հիմա պատրաստվում եմ տանից դուրս գալ, այսօր 5-շաբթի է, եւ ես մարզումների պետք է գնամ շնչառական կենտրոն։ Մինչ գնալը ուզում եմ ձեզ մի քանի գնումներ եմ կատարել եւ միասին նայենք, թե ինչ գնումներ եմ կատարել։ Գնացինք։ Սիրելիներս, հիմա ցույց տամ։ Այստեղ L'Oreal-ի կոսմետիկա է, որակը նուրբ, փափուկ, տեսեք ճկուն, չի ճաքում, իր որակը այդպիսին է, մեջի այս տարողունակությունը շատ մեծ է, եթե որևէ հանգստի գնանք, կամ չգիտեմ ինչ որ միտեղ գնանք, այստեղ կարող եմ առանձին կոսմետիկաց հետը ստանեմ, էլի լցնեմ մեջը եւ պարագաները տանել, այստեղ ունեմ մի հատ մեղրով դիմակ, պետք է դնել, գնել եմ այսպիսի սովորական հասարակ գրիմափոշի, ինքը լավ, բայց նստում է, շատ լավն է, այստեղ սովորական հասարակ մի հատ մազերի ժել է, ասեմ, դե ժել եմ ասում, գելը ունեի վերջացել է, այսպես մի քիչ բզբզիկներ է լինում, սա պահում է, չեմ հիշում անցած վլոգում ցույց էի տվել, թե ոչ, որ դեմքի տոնային կրեմ էի վերցրել, սա էի վերցրել, բայց չեմ հիշում ցույց եմ տվել, թե ոչ, ամեն դեպքում այսօր վերցրել եմ նորը, մի հատ էլ ուրիշ, Լարենի տոնային կրեմն է, համարը կարծես թե 4-րդ համարն է, այսպես անեմ, ցույց տամ, 2 հատ շրթներկ եմ վերցրել, գունային առումով ուզում եմ տեսնեք գույնը, այսպես մի տեսակ կամերայով ուրիշ գույն է ցույց տալիս, շատ լավն է, սի արցիկինն է կարծեմ, իսկ սա Լարենինն է, Լարենի շրթներկը, այսպիսի գույն ունի, ինքը շատ լավ գույն է, սիրում եմ այսպիսի գույներ, այդպես, սրանք այնպիսի հասարակ շրթներկ են, որ ասես չգիտեմ ինչ գնային արժեք ունեն, չէ, ուղղակի շատ ժամանակ լինում է այնպես, որ գնին ես նայում եւ այդ ապրանքին ես նայում, մի տեսակ զարմանում ես, իմ համար գնայինը կապ չունի, ես էլի եմ ասում, իմ համար կարևոր է, որ հարմար լինի, մարդուն հարմար լինի, մարդու ուզածը լինի, իմ խանութից գնել եմ այսպիսի Calvin Klein բանը, չգիտեմ ինչ ասեմ, տապճկա ասեմ, բուրդ է մեջը, պետքա հագնեմ, պարզապես այնտեղ մոռացել ենք հանել այս, չգիտեմ, իր վրա եղելիությունը ու տենց էլ բերել ենք աշխատակիցները, չեն նայել, ես էլ տենց ուշադիր չեմ եղել, որ չեն հանում, այսպիսի փափուկ, մեջը փափուկ, տաք, հարմար բոթասիկներ, Քելմինից, արդեն առաջ, հաջորդը Viberisից եմ գնում կատարել, 1 վայրկյան, նոր եմ տուփից հանել, ճիշտ ասած, նախապես պատրաստել եմ, գոլորշիով սարքից է, բոլորդ էլ ունեք, գիտեք, տեղյակ եք, ովքեր էլ չունեն, երբ որ օգտագործեմ, հետո կասեմ, խորտ կտամ գնեն, թե ոչ, սիրելիներս, այստեղ իր մասակիքն է, չոտկաներն է, տարբեր բաների համար է, բազմաթիվ այստեղ չոտկաներ կան, ուղղակի հիմա այդպես պետք է նայեմ, որ հերթով ասեմ, ուղղակի գիտեմ, որ կարող ենք գազօջախ մաքրել, կապել մետլախ մաքրել, յուղոտ հատվածները մաքրել, պատուհան մաքրել,
մի խոսքով, որտեղ յուղային հատվածներ կա, հնարավոր է, որ կարողանանք մաքրել։ Այստեղ իր հետ նվեր ձեռնոց են ուղարկել։ Այստեղ իր այդ սարքերից է, հա, որ ինչով կարող ենք մաքրել, ես դեռ ծանոթ չեմ, պետք է ուսումնասիրեմ նայեմ, թե սրանք ինչի համար են։ Եթե դուք օգտագործել եք ու հավանում եք կամ դժգոհ եք, կարող եք մեկնաբանություններում գրել, ես կկարդամ բոլորիդ մեկնաբանությունը։ Սա էլ այսպիսի տեսք ունի, միանում անջատվում է այստեղ, սա էլ իր աստիճանն է, մինչև 6 աստիճան ունի, հա, թույլից մինչև ուժեղ։ Երբ օգտագործեմ այն ժամանակ էլ լավ ովատ կասեմ, բայց մինչև կարող եք դուք գրել։ Այստեղ էլ իր թուղթն է ու գրած է, որ պետք է ջրից բացի ոչ մի բան չլցնենք, կարող է փչանալ ապրանքը, այսինքն հենց ինքը մենակ ջուրը պետք է լինի, գոլոշի մեջը հեղուկներ չենք լցնում։ Այդպես պետք է զգուշ մնանք ձեռքերից, որովհետև գոլոշին կարող այրել ձեռքերը, մի խոսքով պետք է ինստրուկցիան կարդալ անպայման, այստեղ էլ ինչ որ կարտոչկա է, որի վրա գրված է, եթե դուք բողոքներ ունեք, կարող եք այս համարով զանգահարել, բայց դե հուսով եմ բանը դրան չի հասնի։ Հիմա պետք է արագ թեթևի մեջ շպարվել եւ տանից դուրս գալ։ Մինչ տանից դուրս գալն էլ ընտանիքի համար պետք է հաց պատրաստենք, նոր գնանք, այդ հարցերն եմ լուծել, հիմա հաջորդ կադրերում ցույց կտամ, թե նախապես ինչ եմ արել, որից հետո կվերադառնանք, հացը պատրաստ կլինի եւ կոտենք։ Սարսափցիկից դուրս եմ բերել խոզի եւ հավիր մսեր, պետք է հետ գա, որպեսզի խորոված պատրաստենք։ Վերջ, ես պատրաստ եմ, հիմա կարող եմ գնալ, կրեմն էլ տեսեք ինչքան լավ է նստել դեմքիս վրա։ Գնացի սիրուներ ջան, դե ահավոր վիճակ է, արագ դասավորեմ ու գնամ։ Դուրս կամ գնամ։ Լիֆտի մոտ է, սպասում եմ։ Վերելակի գալուն, բայց չգիտեմ վերելակը երբ կգա։ Մեր վերելակը, որ գնում է, այլ չի գալիս։ Պետք է խնդրենք, սպասենք, որ գա։ Առավոտյան ժամերին երեխեքը ուշանում են դասից։ Լարում գործ են գնում, դապրոց են գնում, միջև բարձան ավերևից հավաքելով գալիս է, երեխեքը շատ ժամանակ ուշանում են, կամ էլ շատ շուտ են դուրս գալիս, կամ էլ ոտքով են իջնում։ Եկավ հուսով եմ։ Սիրուններս, տունը վերադարձել արդեն երեկո է, մինչ տուն վերադառնալը մտել եմ խանութ եւ Արտուշի համար մի երկու բան գնումներ եմ կատարել։ Հիմա ուզեցի միանգամից դա էլ ցույց տամ։ Դանիել խանութից է, ճիշտ ասած։ Այստեղ վերցրել եմ զուգագուլ բաներ, տաք, հաստ, մեջը, քանի գնում եղանակները ցրտում են ավելի շատ, դրա համար տաք զուգագուլ բաներ, այստեղ ջինս է տաբատ, այսպիսի ուղղակի կադրով ուրիշ գույն է երևում, բաց բանակ, կապույտ է, բաց կապույտ գույն է, բայց ինքը մեջը բուրդ չի էլ, այդ տաք որ լինում է, դրանցից չի, բայց իր որակը շատ լավն է։ Ուղղակի չէի տեսել բանը ինչա, որտեղի է, երկիրը նայեմ, բամբուկից է, բամբակ է, մեջը պարունակում ու բամբուկ է, այդպես մի հատ այսպիսի ջինս է տաբատ և տնային մի հատ էլ սպորտային տաբատ գրպանիկներով, այսպես հարմար տաբատներ։ Հիմա անցնում ենք հաջորդ կադրին, թե ինչ ենք պատրաստում երեկոյի համար, ասեմ, որ նախապես ամեն ինչ արել եմ, պատրաստել եմ, նկարել եմ, մի խոսքով հիմա պետք է գցեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ, թե ինչ արեցի մսերի հետ, որոնք սառած էին, սառած վիճակում էին գտնվում։ Սիրելիներս, ուրեմն
Դրեցի ջուրը, մաքրեցի, մի խոսքով ամեն ինչը արեցի, ինչ որ պետք էր անել, սա խոզի միսն է ֆարշ ենք դրել, սա էլ արդեն հավի միսն է, այստեղ ծիտրոն ենք վերջում ավելացրել, հիմա պետքա խառնեմ, մի փոքր ավելացրել ենք ուրձ, սող, այդպես աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, այստեղ ծիտրոն չենք ավելացրել ուղղակի, այդպես, այստեղ էլ կարտոֆիլներն են, այս երկու հատը դնում եմ գազօջախի մեջ, իսկ սա մսի հետ խորովելու ենք, գազօջախս միացված է և սպասում եմ մի փոքր տաքանա, որից հետո արդեն կտեղափոխեմ գազօջախի մեջ, Այն մաղալը դիքներ էլի է Boo. Thank you, Dusty. Yeah. Սիրելի հետևորդներ ջան, այսօրվա համար պատրաստել էի այսքանը, հուսով եմ ձեզ դուր եկավ, շնորհակալ եմ ևս մեկ անգամ լավ մեկնաբանությունների համար, եղեք առողջ և երջանիկ, այսօր պատրաստել էինք այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։